վարչության շենքի դիմաց։ Արագածոտնի թեմի գրեթե բոլոր ներկայացուցիչները այստեղ են, վկայի կարգավիճակով, դեռևս սարկավագներ, քահանաներ, բայց չկա Մկրտիչ սրբազանը։ Խուզարկությունը ավարտվել է, Մկրտիչ սրբազանին նստեցրել են մեքենա, ըստ երևույթին բերելու համար, այստեղ քննչական վարչության շենք, ու առեսպահը չկա։ Ես քիչ առաջ նույնիսկ ՄԻՊ-ին եմ ահազանգել, մեր քննչական, ուրեմն փաստաբանական խումբը սպասում է, որ ներգրավի քննչական գործողություններին։ Փաստորեն որևէ կերպ նրա հետ կապ հաստատել չի լինում։ Տեղեկություն չունեք ուր են տարել։ Չկա այս պահին, ու քննչական խմբի ղեկավարը նույնիսկ չգիտի ուր է։ Ասում է դե հեսա կհասնեն, այդ հեսա կհասնենը հիմա մի րոպե ժամը 11:30, ժամ ու կեսա հələ չեն հասել։ Բայց ի տարբերություն դրա բոլոր սարկավագները, քահանաները, գանձապահ, հաշվապահ բոլորը այստեղ են, իհարկե վկայի կարգավիճակով, իրենց տեղեկացմամբ, բայց մենք սպասում ենք Մկրտիչ սրբազանին, որի գտնվելու վայրը այս պահին հայտնի չի։ Նույնիսկ պատրաստվում ենք հեսա ոստիկանություն զանգենք, որտեվ հասկանալի չի, ուր է անձը։ Դուրս են եկել վարութային գործողության կատարման վայրից ու հələ տեղ չեն հասել ժամը կեսը։ Կան տեղեկություններ ինչի մասին է գործը։ Դե իր գործով դեռ չենք ներգրավել, որ իմանանք, բայց մնացածի հետ կապված տեղեկացանք այդպես, որպես վկա, որ հրավիրել էին այդ անձանց գործով, տեղեկացանք, որ Արամ քահանայի, ուրեմն Facebook-յան հայտարարության հիման վրա Դանիել Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել, որ Արամ հոգևորականին հարկադրել են ինչ-որ հավաքների մասնակցել, այդ փաստի առթիվ է վկաները հրավիրված։ Իսկ թե Մկրտիչ սրբազանին ինչ գործով կներգրավեն, մենք դեռ իրեն գտնենք, հետո պարզ կլինի։ Պարզ է, եւ բացի ձեզանից եւ պարոն Զոհրաբյանից, էլ ովքեր են, որ փաստաբաններից Ռոման Ահարոնյան, Արմինե Ֆանյան։